Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Հունգարիան կողմ է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հնարավորինս շուտ վերացմանը եւ չի աջակցում Ռուսաստանից էներգակիրների մատակարարումն արգելելու Եվրահանձնաժողովի ծրագրին։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Բուդապեշտում Եվրամիության երկրների խորհրդարանների խոսնակների համաժողովի մասնակիցների առջև։ Նա ընդգծել է, որ դեմ է Բրյուսելի նախաձեռնությանը, որը կհանգեցնի նավթի, գազի ու էլեկտրաէներգիայի գների բարձրացման եւ պարզապես կսպանի Հունգարիայի տնտեսությունը։ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում մասնակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր բանակցություններին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կորնելիուսը։ Գերմանական կառավարությունը պատրաստ է ներկա գտնվելու։ Դա ներկայում մշակվում է, ըստ էության խոսքը գնալու է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների մասին, սակայն առաջարկվելու է եվրոպացի գործընկերների աջակցությունը, ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 12-ին կկատարի իր առաջին արտասահմանյան այցը պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Նա նախատեսում է այցելել Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Քաթար եւ վերադառնալ ԱՄՆ $1 տրիլիոն արժողությամբ գործարքներով։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով 4 ամերիկյան եւ 2 արաբական աղբյուրներ։ Դրանց խոսքով Թրամփի այցը հիմնականում բիզնեսի վրա շեշտադրմամբ է լինելու, իսկ աշխարհաքաղաքական օրակարգը երկրորդ պլան է մղվելու։ Թայվանն անցկացրել է ամերիկյան HIMARS բազմահրթիռային համակարգի առաջին մարտական փորձարկումը։ Սա կարևոր քայլ էր կղզու պաշտպանությունն ամրապնդելու համար Չինաստանից ներխուժման սպառնալիքի դեմ, հաղորդում է Bloomberg-ը։ Թայվանի զինված ուժերը տասնյակ փորձարկային հրթիռներ են արձակել Խաղաղ օվկիանոսի արգելված գոտում, հանրությանը ցուցադրելով իրենց HIMARS համակարգերը, հոկտեմբերին դրանց մատակարարումներից ի վեր առաջին անգամ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ։ Սա մեր առաջին զրույցն էր, բայց այն արդեն շատ ջերմ էր եւ իսկապես բովանդակալից, գրել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին Հռոմի պապի հետ քննարկել է արդար խաղաղության հասնելու, բանտարկյալներին ազատ արձակելու եւ ուկրաինացի երեխաների տուն վերադարձի անհրաժեշտությունը։ Քուրդիստանի բանվորական կուսակցության եւ թուրքական պետության միջև զինված հակամարտության դադարեցումը կնպաստի ողջ տարածաշրջանի կայունությանը, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Աշ-Շեյբանին։ Ռուսաստանը տրամադրված է Ուկրաինայի հետ հակամարտության երկարաժամկետ կարգավորման ուղիներ գտնելուն եւ կարծում է, որ Ստամբուլում կողմերի միջև նախատեսվող բանակցությունները պետք է կայանան առանց նախապայմանների։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ընդհանուր առմամբ մենք տրամադրված ենք երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու ուղիների շուրջ որոնմանը, Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն երկուշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է համաձայնի հինգշաբթի Ստամբուլում անձամբ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգտվել է առիթից եւ առաջարկել անձամբ մեկնել Ստամբուլ։ Մենք կոչ ենք անում Վլադիմիր Պուտինին համաձայնել, նախարարի խոսքերն է մեջբերում ֆրանսիական լրատվամիջոցները։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանն անդրադարձել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարմանը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Ֆիդանը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարումն անվանել է կարևոր քայլ եւ նշել, որ չնայած առաջընթացին դեռ շատ քայլեր պետք է ձեռնարկվեն։ Ֆիդանը հայտնել է նաեւ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո այսօր դիմելու է հանրությանը եւ իր կարծիքն է հայտնելու PKK-ի ինքնալուծարման հարցով։ Թեմային անդրադարձել է նաեւ Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության խոսնակ
նախագահ Օմեր Չելիքը նա նշել է, որ PKK-ի ինքնալուծարումը կարևոր է առանց ահաբեկչության Թուրքիայի ստեղծման հարցում։